Հաղորդման երկրորդ մասը ձեր եթերում է ABC հեռուստակայանի եթերում դուք դիտում եք կրկին անգամ Սփյուռքի առաջ Գրիշա Սանդալյանի հետ կամ մեր շոու նախագիծը։ Իմ շատ սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք մեր եթերը եւ այսօր իմ հյուրն է սիրված երգչուհի Շպրոտը եւ խոսում ենք շատ կարեւորի մասին։ Ես ուզում եմ նախ Սփյուռքի անելիքների մասին շատ կարեւոր է խոսենք եւ առհասարակ մենք միշտ Սփյուռքը պարբերաբար որպես ֆինանսի կենտրոն չնայվի, այլ տեսեք, ես ասում եմ, որ մեր մեկնաբանություններում շատ հաճախ հնչում են, դուք վեր եք տեղները, քիչ հայրենիքի հետ գործ չունեք եւ այլ։ Արդյոք սա ճիշտ մոտեցում է, որ մեզ արգել են մենք գործ ունենանք մեր հայրենիքի հետ, ինչա մենք ապրում ենք հեռվում։ Դե եթե այդպես է, թող երբ որ մենք գումար ենք ուղարկում, իրանք դա չվերցնեն եւ բայց անընդհատ գումարի մասով խոսենք։ Չէ, ուզում եմ ասեմ, նման մտքերը ոնց կոտրենք, որ եթե նրանք սպասում են օգնություն Սփյուռքից, առաջինը ուզես թե չուզես ֆինանսական է։ Ինչու ես դրանում համոզված եմ, որովհետեւ ես պատերազմից այս կողմ օգնում եմ եւ ոչ միայն ես, իմ ինստագրամյան հետևորդների հետ միասին, մենք օգնում ենք բարենպաստ մարդկանց, այս մեր վերջին օգնությունը անընդմեջ լինում է Արցախահայության համար, արդեն 1 տարուց ավել է, հա, որ Արցախը կորցրեցինք, ընտանիքներին, բազմանդամ ընտանիքներին ամեն ամիս գումար ենք ուղարկում մեր առաքելական եկեղեցու Աստվածաշնչյան դպրոցի կողմից եւ ես էլ իմ ինստագրամյան համ այդտեղ ենք մասնակցում, համ ինստագրամյան հետևորդների հետ միասին Կես բերան ասում եմ Արցախահայության մասին, որ երեխաներ են սոված են, իմ հետևորդները միանգամից արձագանքում են։ Այսինքն, ինչով կարող ենք այս դեպքում, եթե դու տեսնում ես սոված երեխա, եթե տեսնում ես անտուն հայ, դու հարցեր չունես տալու, որովհետև դու գիտես Աստծո պատվիրանը, որ ասում է, եթե այս երեխաներին տվեցիր մի բաժակ ջուր, դու տալիս ես դա Հիսուս Քրիստոսին։ Այսինքն, այնքան կարևոր է, որ իմանաս այդ հասարակ պատվիրանները։ Լավ, ես ընդունում եմ այս խոսքը։ Բացի փողայինից, բացի գումարայինից Այստեղ Միացյալ Նահանգներում մենք ամեն շաբաթ անում ենք դասեր, օնլայն ինստագրամով դասեր ենք անցկացնում, մեզ լսում են թե Ռուսաստանից, թե Եվրոպայից, թե Միացյալ Նահանգներից եւ թե Հայաստանից մարդիկ ուսումնասիրում ենք առաքելական ուսմունքը։ Այսինքն ինքը կարող է 50 հոգի նայի սկզբում կամ 70 հոգի, հետո 10,000 հոգուց ավել մարդ է նայում, կարող է նայես ասես այդ ինչ է, բայց այդ այնքան կարևոր է հայի համար ով ապրում է դրսում։ Մենք հենց ոնց որ Սփյուռքի համար աշխատենք այդ ժամանակ չնայած Լավ, մենք հիմա համակերպեցինք, մենք Սփյուռք ենք։ Իհարկե մենք Սփյուռք ենք։ Մենք նաև Հայաստանի քաղաքացիներ ենք։ Այո, մենք համ էլ Հայաստանի քաղաքացիներ ենք, ապրում ենք դրսում, այո։ Մենք ինչ որ բան չենք պահանջելու, վերջապես մենք լավ անընդհատ պետքա տանք, ուրիշ ոչինչ չանենք։ Նայ, մեզ մոտ մեղքի զգացողություն կա։ Չէ, մի րոպե էլի ես ուզում եմ այս հարցին։ Չէ, վերջապես Սփյուռքը պետքա մի օր պահանջատեր լինի, չէ՞ նաև։ Ինչի։ Դու երկրիցդ հեռացել ես։ Եթե չես կարողանում կառավարես, եթե օգնության ժամանակահատվածի մեզանից երկրիցդ ով ասում փախել։ Ես եմ ասում։ Ես չեմ փախել։ Գիտես երկու անգամ գնա Հայաստան։ Այդ նշանակում է փախած են, եթե։ Այդ նշանակում է, որ դու ունես մեղքի զգացողություն եւ չես կարողանում պահանջես։ Այդ է նշանակում։ Այսինքն ինչու մենք չենք կարող գնանք վարչապետ ընտրենք, ազգային ժողով ընտրենք, ստեղ դեսպանատներ ունենք, ես ունենք։ Եթե ունես պասպորտ, գնա ընտրի անձնագիր։ Դի գնանք Հայաստան, Դի գնաս Հայաստան, հա։ Այստեղ չի լինում ընտրել։ Իսկ ինչու պետք է այստեղ ընտրես։ Բայց ինչի պետքա չընտրեմ, այդ դեպքում հյուպատոսարանները ինչի համար են այստեղ։ Ես այստեղ ամբողջ աշխարհում կա այդ կարգը։ Նայ, դու հանրային մարդ ես, եթե դու ինչ-որ մի բան չես ուզում, որ վարչապետը անի, դու կարող ես օգտագործել քո օնլայն հարթակը Սփյուռքից եւ ասես, որ իմ դուրը չի գալի, որ վարչապետը էսպես կամ իշխանությունը էսպես վարվեց, դրանով քո լուման հայրենասիրության դնես։ Այդքան մասով։ Ինչքան կարա։ Թե Հայաստանում ինչ կարաս անես։ Բայց հետո ասում են դու մենակ խոսում եք, ուրիշ բան չեք անում։ Բա դու արտիստ հաղորդավար ես, բա ինչ անես, երգես։ Նայ, դու հիմա ուրիշ բան ասեմ։ Ես հիմա մնացի Հայաստանում, օրինակ, ես այս 14 տարին ապրում եմ Հայաստանում։ Ես այդքան չէի կարող օգնել իմ հայրենակիցներին, ոնց որ ես հիմա Միացյալ Նահանգներից եմ օգնում, որտեվ այսօր իմ հնարավորությունները ավելի մեծ են, քան որ ես ապրում եի Հայաստանում։ Այսինքն մենք մեր հնարավորությունների սահմանը ընկալենք եւ հասկանանք Հայաստանում ինչ ուզում են թողանեն, միևնույն է մենք կօգնենք եւ այլ եւ այլ։ Այսպես ավարտենք, այսինքն այս հայ ժողովրդին եթե այս տրամաբանությամբ գնանք, այս հայ ժողովրդին կարելի է տանել Հաագայի դատարանում դատել։ Եթե ուզում ես հայրենիքումդ որովհետև 9 միլիոնը իրանց համար համարվում է այսպես դրսերում լավ վայելում են, այն խեղճ 1 միլիոնը այնտեղ տան ջոկում են։ Այտենց էլ կա կյանք։ Բայց այտենց է։ Չպահանջենք, որ այդ միլիոնն էլ լավ ապրի։ Չէ, պետք է գնաս հետ։ Լավ, ես գնացի, դու գնացիր, նա գնաց, բոլորը։
Այսինքն 9 միլիոն էլ գնանք։ Եթե այս 9 միլիոնը չգնաց այդ Հայաստան, պրոստը փող ուղարկեց, որ հայերը այնտեղ գնան իրանց հեռախոս առնեն կամ չգիտեմ կաթ մածուն, Սփյուռքը միայն դրանով կարա օգնի։ Հասկացար, կարող է լինեն մարդիկ ֆիլանտրոպիստներ, ովքեր գնան այնտեղ գործարաններ բացեն եւ կա նման մարդիկ, ովքեր փորձում են հենց հայրենիքում փոփոխություններ անեն։ Դա էլ շատ լավ օգնություն է Սփյուռքի կողմից, բայց եթե դու ուզում ես, որպիսի գլոբալ փոփոխություն լինի մեր հայրենիքում, այս 9 միլիոնը պիտի հետ գնա Հայաստան period ու վերջակետ փակա թեման, որովհետև դու հերվից ինչքան էլ փորձես քո հայրենիքում փոփոխություն անես, դու ներկա չես, դու հերվից այո փորձում ես եւ անում ես, այնպես չի, սրտացավ ես, բայց ռեալ փոփոխություն որպեսի դու կարողանա, դու պատկերացրու ես 9 միլիոնը գնա Հայաստան ու չընտրի Նիկոլ Փաշինյանին, всё, վերջ, էլի հետ արի տուն։ Հասկանում ես ինչ եմ ասում, մենք պիտի վերադառնանք հայրենիք, մենք ունենք մեղքի զգացողություն, որ մենք փախել ենք, չնայած միգուցե դու ասես ես չեմ փախել, ես փախել եմ, որտեվ այդ ժամանակ վատ էր, ես երիտասարդ էի, ամբիցիաներ ունեի, ես հելա թռա Հայաստանից, հասկացար։ Լավ ես ասում։ Անկեղծ եմ ես, բայց եթե դու ուզում ես ռեալ փոփոխություն քո հայրենիքում, նախ փոփոխությունը սկսվում է քո ներսից։ Եթե կարաս որպես արտիստ, որպես հաղորդավար, փորձի մարդկանց ուղղություն տալ, որ իրենք տեսնեն իրենց մեջ սխալը եւ փորձեն փոխվել։ Եվ երբ որ դու փոխվում ես ներսից, դու արդեն դիմացի սխալին ուրիշ ձև ես վերաբերվում։ Այսինքն, եթե յուրաքանչյուր հայ մի հատ իրան նայի ներսից, տեսնի իրա սխալները, որ ինքը առավոտ արթնացավ, գողություն արեց փուճուր բանի մեջ, գրամի մեջ։ Եթե դու գրամի մեջ գողություն արեցիր, դու էլ մի մեղադրի, որ քահանայի վարքը լավը չի կամ վարչապետի վարքը լավը չի։ Ինքդ քեզ, եթե դու նայես, այո, ճշմարտության մասին պիտի խոսես։ Երբեմն երբ ես տեսնում եմ, որ իմ ժողովուրդը ավտոբուս չի կարողանում նստի, որտեղ փող չունի կամ ավտոբուսը ուղղակի չի աշխատում, պապիկներ են դրսում կանգնած սառում կապտում են, ես էլ եմ որ խղճով մարդ, դու էլ տեսնում ես, ես կարող եմ վրթովեմ ու ասեմ, ասենք, այս ինչ ձև եք կառավարում, իշխանությանը ասեմ, այս կարող է անվանական չասեմ Նիկոլ Փաշինյանին, բայց ասեմ, այս չեք անում, մեղք չէ ժողովուրդը, այսինքն դու պիտի ճշտի մասին խոսես, նամանավան դու արտիստ ես, հանրային մարդ ես, դու չես կարա քողարկես, ճշտի մասին պիտի խոսես, բայց երբ որ ես գնում եմ պատարակի, երբ որ ես մնում եմ մենակ, ես իմ մեջ եմ իմ խնդիրները փնտրում։ Հասկանալի է։ Մի խոսքով մենք բոլորս պետք է ինչ-որ կարևոր հարցերը միշտ բարձրաձայնենք։ Այստեղից բարձրաձայնենք։ Մեր գործի անունը բարձրաձայնելն է։ Դու ժուրնալիստ ես, այո, դու պիտի բարձրաձայնելն է, որ մենք ավել բան չենք կարողանում անել։ Իսկ եթե ճնշում են բարձրաձայնում ես, այդ դեպքում ինչպես վարվես։ Ոչինչ, դու ճնշմանը դիմացի, որովհետև դիմանում ենք ստիպված, հիմա գիտես ինչքան որովհետև առաքյալներին էլ էին ճնշում ու սպանում։ Անիմաստ գրում են մարդիկ առանց գիտակցելու, որ մեր գործի նպատակը ինչ որ մեկին ամբողջությամբ ստորացնելը չի, մեր գործի նպատակն է, որ կյանքը լավանա, սա ենք մենք ուզում։ Եթե դու դատում ես եւ ատում ես Նիկոլ Փաշինյանին, դա մեղք է։ Չէ, ես ինչի՞ պիտի ատեմ։ Եթե դու սրտիդ մեջ չունես այդ մարդու հանդեպ ատելություն, ես քրիստոնեությունը շատ լավ եմ։ Եթե դու չունես քո սրտի մեջ ատելություն, բայց տեսնում ես ինչ որ մի բան, որը վնասում է քո երկրին, դու պիտի դրա մասին բարձրաձայնես։ Ես բարբերաբար շատ ակտիվ անգամ գրում եմ, որ այս բանը մի արա, էլի, մի արա, լավ ինչ կլինի, մի արա, ուրիշ բան արա, էլի, ես մի արա։ Ինչ շատ ասում են, մի քիթդ խոթիր քաղաքականությունից վերընկի տեղդ։ Ժողովուրդ ջան, սա քաղաքականություն չի։ Այս մեր կյանքն ու կենցաղն է, ինչ քաղաքականություն, մենք ոչ ենք, ասենք, գնում, չգիտեմ, Միացյալ Նահանգների կամ Հայաստանի կոնկրետ պայմանագրերի, չէ, պայմանագրերի մասին չենք քննարկում, մեր ժողովրդի դարդուցալի մասին ենք խոսում։ Թե չէ մենք պայմանագրերը քննարկում, բան եւ այլ այդպես բաներ չենք խոսում։ Եվ սա քաղաքականություն չի, սա մեր կենցաղն է, մեր իրականությունն է, ինչ քաղաքականություն։ Եթե մենք վարչապետը սխալ բան անում, ասում ենք սխալ բան անում, նախարարը սխալ բան անում, ամբողջ նախարարական կազմը նշանակվում են մեծամասամբ ուժային կառույցներում կանայք։ Ես գտնում եմ, որ դա ճիշտ չի։ Ես էլ եմ գտնում, որ դա ճիշտ չի, որովհետև դա ֆեմինիստական տախտալոգիա է։ Դա եթե նորմալ չի եւ դրա դեմը բողոքում եմ, հարցեր եմ բարձրացնում, ինձ ասում են վերընկի տեղը դու տեղ Ամերիկաներում ինչ գործ ունես մեր աղջիկների բանես։ Կինը ըստ քրիստոնեության պիտի մնա տանը եւ իրեն նվիրի ընտանիքին, ունենա երեխաներ, ծառայի իր ամուսնուն։ Ինձ Անգելա Մերկելի օրինակն են բերում, Մարգարետ Թետչերի օրինակն են բերում։ Իրանք եվրոպական արժեքներով մարդիկ են։ Չէ, կարան այդ 1-2-ը տենց ստացվի։ Բայց 10 քանի հատ վարչապետ ու չգիտեմ գաղութների վարչության պետ արդեն կանայք, ասենք ցիծառ դեմքով, հրեշտակի դեմքով մի հատ աղջիկ կա գաղութների տերը։ Բայ երևի իրանք պետք է կադրերի խնդիր ունես, Սփյուռքում շատ լավ կադրեր կան, երիտասարդներ կան, որոնք մասնագետներ են իրականում
բրախվել եկել են այստեղ հրավիրեք աշխատանքի մարդկանց կարողանան երկիրը կառուցեն։ Եթե իհարկե ուզում եք երկիրը կառուցվի։ Եթե չեք ուզում երկիրը ամբողջովին կործանեք, այդ ուրիշ բան է։ Եթե իրական No, կինը ունի փափուկ էներգիա, կինը ունի հնարավորություն ճիշտ որոշումներ կայացնելու, որտեղ մենք ավելի փափուկ ենք, բայց նաև կնոջը կարաս շատ հեշտ կառավարես եւ ստիպես ասես այս օրենքը մի ընդունի։ Դրա համար կինը պիտի լինի իր տեղում, իր ընտանիքում։ Մենք գնանք կարճ գովազդային դասարի վերադառնանք, շարունակենք շոու բիզնեսից սկսել մի փոքր էլ խոսելը։ Իմ շատ սիրելի հեռուստատողներ, Երևան Shipping ընկերության գործունեության մասին կրկին անգամ ուզում եմ ձեզ տեղեկացնել եւ ծանոթացնել նրա հեքիաթային արժեքներին։ Ծանրոցներ ուղարկում եք դեպի Հայաստան, փաունդ ընդամենը 2.99 արժեքով, իսկ դրամական փոխանցումներ 1%-ով։ Դե ինչ, Երևան Shipping գովազդներ եթե։ Երևան Shipping, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Ծանրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Մի տոկոս, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել 664 West Broadway հասցեում գործում է Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն։ Կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայություններ. ազատվեք անցանկալի դեմքի կնճիռներից, տարիների կորցրած դեմքի թարմությունը վերականգնեք մեզ հետ միասին, ազատվեք անցանկալի մազերից, պահպանեք, ամրացրեք, առողջացրեք ձեր գլխի մազերը, անցանկալի ճարպերի հյուսվածքներից ազատվեք մեզ հետ միասին, մաշկի ձգում, թարմացում, բիգբետների հեռացում, պարանոցի մաշկի թարմացում եւ ընդհանրապես, եթե ցանկանում եք ունենալ ավելի երիտասարդ տեսք, ավելացնելով ձեր ինքնավստահությունը, ձեր ընտրության ճանապարհը մեկն է Art in Beauty Aesthetics 818 450 0050 Ռեստորան Մեծո Նորավոր սրահ Նոր շունչ Երևան Shipping, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Ծանրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Մի տոկոս, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել Մենք վերադարձանք իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, կրկին անգամ հիշեցնում եմ, մենք աշխատում ենք ABC հեռուստակայանում եւ իհարկե ձեր եթերում դուք դիտում եք մեզ եւ իհարկե նաեւ կարող եք դիտել մեզ Գրիշա Սանդալյան YouTube-յան ալիքով։ Այսօր իմ տաղավարի հյուրն է երգչուհի Շպրոտը եւ մենք հիմա խոսում ենք արդեն շոու բիզնեսի մասին եւ ոչ միայն շոու բիզնեսի մասին, այլ առասարակ արվեստի մասին եմ ուզում խոսել։ Պարբերաբար նույն սովետական միության ժամանակահատվածը մենք հասկացանք նկարագրեցինք ինչ-որ բանով, բայց վերջապես մեր ծնողներն էլ գեներն էլ որոշակի մեծացել են այդ ժամանակահատվածում, ինչ տեղ ու նշանակություն ուներ արվեստը։ Արվեստը կրթում էր, արվեստը դաստիարակում էր, արվեստը կարևորվում էր։ Հիմա համախմբում էր նաև, ինչի՞ չէ, ատելություն չէր մտցնում, հաճույքով էինք վայելում։ Միշտ էլ եղել է։ Կարող է իրար մեջ Քիչ եղել, էին բայց արտիստները։ ժողովրդական առումով, ասենք հասարակությունը դա ատելությամբ չէր նայում։ Հիմա ինչ եմ ասում այդպես Շպրոտ ջան, հիմա տելևիզորով կարող է մեկին ցույց են տալի մի երգչուհի, մեկը նստած է, յախ զզվում եմ սրանից, բայց այդ երգչուհին ոչինչ չի անում, նա ընդամենը երգում է։ Այդ յախ զզվում եմ։ Կոմենտ գրելու հնարավորությունը չկար, որպեսզի Ռուբեն Մաթևոսյանը երգեր ու ինչ որ մեկը կոմենտի տակ մի բան գրեր։ Կոմենտի Բայց կարծում ես այդ դաստիարակությունը բայց համեր սիրել են։ որ կգրեին։ Հա, սիրել են, ինչու, որովհետև տաղանդավոր մարդ է եղել, երգել է, մարդիկ սիրել են, հայկական սիրուն երգեր է երգել։
Բայց քանի որ այսօր շատ են արտիստները, շատ են եւ տարբեր գույներ ունեն, դրանցից մեկն էլ ես եմ եղել ու հիմա մի քիչ ոչափոխություն է ինձ մոտ եղել, բայց ես եղել եմ շատ ատված երգչուհի, այսինքն ինձ ավելի շատ ատել են, քան սիրել են։ Իսկ անկեղծությունը բոլորը շատ սիրել են։ Հա, ինձ ավելի շատ սիրեցին իմ անկեղծության համար, քան սկզբում իմ կերպարի համար, եւ երբ որ գույները շատ են, արդեն ճաշակներն էլ են շատ, եւ այսօր մարդիկ ունեն հնարավորություն իրենց ատելությունը ցույց տալ կոմենտների մեջ։ Ընդհանրապես ատելը շատ վատ բան է, ես կարծում եմ, որովհետեւ եթե ես ինչ-որ մի արտիստի չեմ սիրում, ես ուղղակի իրեն չեմ հետևում, բայց ես երբեք չեմ մտնի կոմենտ գրեմ, ասեմ, այդ ինչ ես հակել։ Հա, ես կետ չեմ սիրում։ Հա, ես կամ ասենք, ոնց եմ զզվում։ Լավ, իսկ հիմա շոու բիզնեսում համընդհանուր ինչ է կատարվում, ըստ քեզ։ Ինչ են անում, այս երգի ջեկչույները ինչով են Ես ինձ հիմա այդքան չեմ համարում շոու բիզնեսից։ Ես ոնց որ իրա դոզայի տակ եմ, այն որ սկզբում աշխատել եմ, լավ, բավականին ակտիվ, եկա Միացյալ Նահանգներ էլի շարունակեցի աշխատել, մտա բախտս բերեց, մտա այդ բիզնեսի մեջ, բայց անկեղծ ասած ես ինձ չեմ համարել, որովհետև ես շատ ընկերներ չեմ ունեցել շոու բիզնեսից, չնայած որ բոլորին շատ հարգում եմ։ Իրոք, նույնիսկ այս վերջերս որ մրցանակաբաշխության մասին ես վիդեո արեցի, մարդկանց թվում էր, որ ես նախանձում եմ կամ չեմ ուզում, որ այդ ուրիշ արտիստները, ովքեր հրավիրված են, իրենք մրցանակ ստանան։ Իհարկե ես ուզում եմ, որ Սիրուշոն մրցանակ ստանա, որտեվ տաղանդաշատ աղջիկ է, ինչի չստանա, կամ Սոֆին ու Նազենին չգնան։ Ես ոնց կարամ չուզեմ։ Իմ գոլեգաներն են, ես իրանց արվեստն եմ շատ սիրում։ Ես էլ եմ շատ հարգում բոլորին, բայց պետք է որ անընդհատ նույն մարդիկ լինեն։ Իսկ կարիք չկա նորերի անուններ բերել, դες մրցանակաբաշխություն ասենք, նոր անուններ լինեն, նոր անունների հայտ գան հանրության համար, այսինքն դա լավ չի ավելի։ Կային բավականին նոր անուններ կային, այո, կային նոր անուններ, դե շատ լավ է, չկային հին անուններ եւ չկային ծերեր։ Ծերեր չկային, հա։ Ծերեր չկային։ Մեծահասակներ չկային, հասկացա։ Կային արտիստներ, ովքեր գործ չէին արել, բայց հրավիրվել էին, բայց իմ նման արտիստ կար, ով, ինչ ասեմ, թեյնիկից էլ իմ ուր որ գնաց երգն է հնչում։ Այսօր ես որ դուրս եմ գալիս երգում եմ, մի հոգի չի նստում ուղակի, ու եւ դա ուրախանում են։ Հա, ուրախան մարդիկ սիրում են իմ ստեղծագործությունը։ Կապ չունի, որ ես cover եմ անում, կապ չունի, որ ես վերցրեցի երկու հատ ռաբիզ երգ երգեցի։ Եթե ինձ մեղադրում են, որ ես տենց քյաբաբ ուտող մասայի երգչուհի եմ, բայց այնպես չի, որ մեր հայրերը բուրգինյոն են կերել իրենց նախկինում։ Հասկանում ես, մեր հայրերը խաշ են կերել եւ լավագույն դեպքում խորոված։ Երաժշտություն են լսել։ Հա, այնպես չի, որ տենց նստած բուրգինյոն։ Իդեպ ես շատ համեղ բուրգինյոն եմ սարքում, ինքը ֆրանսիական ուտելիք է։ Ես գիտես հասկանալի է, ուզում եմ հիմա հասկանամ, ասենք, այնպես չի, որ մենք ազգովի, ասենք, Շարլ Ազնավուրին չենք մեծարում, լավագույն երաժշտություն չենք ընկալում, ասենք, լավագույն չենք լսում։ Ես լսում եմ լավագույն երաժշտություն։ Այնպես չի, որ մենք մոռացության ենք տվել ամեն ինչը։ Ամեն ինչ իր թեթև ժանրի մեջ ենք ընկալում եւ դրանում վատ բան չկա։ Միակ պատճառը, որ ես կոնկրետ, ես իմ մասին կարող եմ խոսել, ես չեմ եղել եւ թեթև խոսակցություն է եղել մեր միջև, հանրային կերպով իմ կողմից, չնայած անուններ չեմ տվել, եղել է միակ պատճառը ինձ չեն ուզել հրավիրեն։ Այդքան բան։ Հա չեն ցանկացել։ Ուղղակի չեն ցանկացել եւ ես նրանց չեմ կարող ստիպեմ, որ նրանք ինձ հրավիրեն։ Ես նրանց ընկեր էի համարում, անկեղծ ասած։ Իսկ ես երբ ընկերություն եմ անում, ես եմ որ նվիրվում եմ սրտանց։ Եվ համարելով ընկեր ինձ համար շատ զարմանալի էր, որ ես հրավիրված չէի, բայց եթե այդ մարդիկ չեն ցանկացել, ես ինչ կարող եմ անել։ Հիմա պատճառներ փորձեցի փնտրեմ։ Մի քանի պատճառ նշեցի, այսօր չեմ ուզում նշեմ այդ պատճառները։ Չի եղել այդ չհրավիրելու պատճառը, ո՞րն է եղել, ասենք։ Իրենք այդպես էլ չպատասխանեցին հանրային կերպով, ավելի քիչ երգիչների քանակն է շատ եղել։ եղել։ Հա, իրանք նման ձևով պատասխանեցին, որ շատ էին, մենք բոլորից չէինք կարող կանչել, սպասեք ձեզ մյուս տարի կկանչենք։ Չես անտեսվել, փաստորեն մարդիկ հաջորդ տարի քեզ Գիտես մի բան առողջություն են մաղթում եւ հաջորդ տարի։ Ուզում են, որ ես կենթանի մնամ եւ հաջորդ տարի գնամ, ուղղակի հրավիրվածների մեջ կային մարդիկ, ովքեր ընդհանրապես գործ չունեին երգերաշտության հետ, ընդհանրապես այդ բնակավարից չէին եւ նրանք կամ մրցանակ էին տալիս մեծ մասամբ, կամ մրցանակ քիչ են ստացել, բայց մրցանակ են հանձն է։ Ինձ գոնե մրցանակ հանձնելուց չեն տվել։ Այսինքն լիքը մարդիկ ունեին շանս, հնարավորություն, այդ մեծ հնարավորությունը մրցանակ։ Այդ շատ մեծ սկանդալը դարձավ այստեղ քո խոսքը հրավիրել, որ ես նստեմ այդ աթոռների վրա, հասկանում ես, այնց կամ լինեմ Կարմիր գորգի վրա, հետո ինձ ասեն նեղացած ես իրանցից։ Ես նեղացած չեմ, իրավունք չունեմ ես իրանցից նեղանամ, որովհետև ես իրանց համար աղոթում եմ ամեն Կիրակի պատարագին։ Ես իրավունք չունեմ։ Չգիտեմ։ Կարևորը Աստված գիտի։ Ինձ համար կարևորը իմ սրտի մեջ թարախ չլինի հանկարծ ատելություն, հա, եղբորս նկատմամբ, որովհետև ասում եմ, եթե եղբորդ ատում ես, դու սպանում ես իրան, սպանություն ես, ինքը մեղք է։ Բայց ինձ համար մեկ է, մինչև այսօր կա ցավ, որ այն մարդկանցում ես շատ սիրել եմ, շատ վստահել եմ, օգնել եմ,
Հասկացար, ինչ որտեղ օգնել եմ, ինչով որ կարողացել եմ։ Իրենք էլ միգուցե ինձ են օգնել ինչ որ մի քայլով։ Ես ունեի ակնկալիք ուղակի, որ միգուցե ես կլինեմ ներկա, բայց արի ու տես, որ ինձ չհամարեցին արժանի լինել այդ համերգին եւ ասում են, որ միգուցե մյուս տարի մի քիչ որ քեզի լավ պահես, տենց է դուրս գալիս։ Չէ, տենց չեն ասում, բայց տենց է դուրս գալիս, մի քիչ լավ աշխատի, թող սա քեզ համար լինի տրամպլին, մի քիչ լավ աշխատի, միգուցե այդ խաշիտ երգերը չերգես, քյաբաբ երգերը չերգես, ընենց երգես, որ մենակ 3 հոգի YouTube-ով նայի։ Միգուցե քեզ այդ ժամանակ մենք կկանչենք, կամ միգուցե ես արդեն ծերացել եմ եւ դուրս եմ շուկայից։ Ես 45 տարեկան եմ, սիրելիս, կապ չունի, որ ինձ շպրոտ են ասում։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ անտեսվածությունը լավ բան չէ։ Հա, ինքը տխրում է, որ ինչու ես տխրում, որովհետև աշխատում ես տարիներ շարունակ եւ հաջողություն ես ունենում, նենց չի գործ ես անում ու չեն սիրում։ Շատ ուժեղ հաջողություն ես ունենում մի քանի երգերով, Փարք Տիրոջը, որ ունեցա այդ մի քանի երգը, անկեղծ ասած ինձ էր շատ լավ։ Ճիշտ է, որ ժողովուրդը ուրախանում էր, ես կարողացա հաց ուտեմ։ Այդ երգերի շնորհիվ այսօր իմ մասնագիտությունը, այսօր երգեցողությունը ինձ կերակրում է, որի համար ես Աստծուն եմ փառք տալիս։ Եվ երբ որ դու աշխատում ես ու քեզ չեն գնահատում, եթե ինքը լիներ ընկերների հավաք, ընկերների մրցանակաբաշխություն, ես ձեն չէի հանի։ Բայց եթե ինքը ազգային մրցանակաբաշխությունը, հա, երաժշտական մրցանակաբաշխությունը եւ դու մարդուն չես գնահատում իր արած աշխատանքի համար։ Բայց նման մրցանակաբաշխությունով էլ նաեւ Հայաստանում եղավ, ինչի՞ չբողոքեցիք այդ դեպքում։ Որովհետեւ երբ որ Հայաստանում էի ապրում, ինձ միշտ հրավիրում էին, չնայած մրցանակներ չէին տալիս, երբևէ ինձ չեն տվել մրցանակ։ Խիտեր ունեցել եմ, մրցանակներ չեմ ստացել, բայց այստեղ որ մի քանի հոգի ենք, Գրիշա, մի քանի աղջիկ երգչուհի են Միացյալ Նահանգներում, մի քիչ շատ տղա։ Բայց սա ազգային է, այստեղ միայն Սփյուռքի մասին չէր խոսքը, Հայաստանից էլ ունեինք հյուրեր։ Այստեղ խոսքը գնում էր մարդկանց, ովքեր աշխատել են, քրտնաջան, աշխատել են, խիտեր են թողել։ Եվ լավ է գնահատված լինելը։ Իհարկե։ Բնականաբար։ Բայց եթե չեն գնահատում, հիմա ջայնամ գնահատեն։ Կարևորը ժողովուրդը գնահատում է։ Հասկանա, իսկ երիտասարդ սերունդ ունենք այսօր նորից շոու բիզնեսի մեջ, նրանց մուտքը այսպես ակնկալիքները, բանը, ինչ խորհուրդ կտաս։ Շատ լավն են մեր երիտասարդները։ Հա։ Անցած ճանապարհ ունես, խորհուրդ կուզեմ տաս։ Անկեղծ ասած, երևի թե իրենք ինձ կարող են խորհուրդներ տալ, այդքան լավն են։ Ես կարծում եմ, որ շատ լավն են, շատ տաղանդավոր են, շատ լավ աշխատում են այսօր ոչ միայն արտիստները, ռեժիսորները, մոնտաժնիկները, հաղորդավարներ, փոդքասթներ այսօր կան։ Շատ սիրում եմ մեր նոր սերնդին, շատ գեղեցիկ են երգում։ Միակ բանը, որ ես կուզեմ, որպեսզի հայկական լինի։ Ինչ գործել որ անես, փորձի հայկականը պահես, փորձի շատ քափի չանես, որովհետև ես դա արել եմ, ես շատ եմ քափի արել եվրոպացիներին եւ ամերիկացիներին, բայց այսօր ես հասկանում եմ, որ շատ կարեւոր է, որ դու կարողանաս քո հայ լինել ինչքան հնարավոր է արվեստիդ մեջ ցույց տաս։ Դե բայց դա էլ է վիճելի, չէ՞։ Դա վիճելի է, եթե պապսա ես երգում, դժվար է շատ։ Չէ, ասենք նույն հայկականն էլ երբ երգում ես, շատերի կարծիքով դա էլ հայկական չես երգում, այսպես են ասում։ Հա, եթե ինքը թուրքական է, պիտի փորձեն չերգել թուրքական, բայց դե դա էլ պիտի մի հատ լավ research անես, որ հասկանաս, որն է թուրքական, որտեվ մեր մենք ենք իրանցը երգում, թե իրանքն են մեր երգում, ասենք։ Տարբեր, համ իրանք մերը, համ մենք իրենցը։ Մի քիչ դժվար է, հա, դա։ Հարևան պետություններ են, միգուցե զգացվել։ Ես զգում եմ, որ նա թուրքական, որտեվ ոչային տարբերություն կա։ Հա։ Եթե մասնագետ ես, կարողանում ես միանգամից զգում ես, ասես էսի հայը չի էսի։ Իսկ ինչ ես կարծում, երգը կարողանում է համախմբել։ Իհարկե, միակ երգերը, որ կարում են ժողովրդին համախմբեն, դա ազգագրական երգերն են, Զուռնա դհոլով այդ պարերը, որ մերոնք պարել են այդ ուսուսի, կամ հենց Կովկասի քաջեր, խմբերը կազմեն, այս ինչ ասում, ինչի ասում, որ խումբ չկազմեն։ Արմյանի Սիվո միրը նիտանցույց է, բան ինչ բաներ էր գրել հիմա մեր հարգարժան վարչապետը։ Չէ, մենք պիտի խումբ կազմենք եւ միշտ հայը միշտ միասնական է եղել, նույնիսկ իր պարերի մեջ, չէ՞, սենց ասպատե այդ ամեն ինչով մեզ խափել են։ Դա մեր հետ կապ չունի։ Նո, ինքը ասում է, որ դա մեզ խանգարում է։ Չէ, ասում մեզ խափել են, գերտերությունները ստեղծել են այդ իրականությունը մեր շուրջ։ Նո, դա թյուրիմացություն է, մեզ չեն խափել։ Նա ես կարծում եմ, որ ինքը ասում է դա մեզ հետ է պահում, որպեսզի մենք գնանք առաջ։
Այսինքն դու ինչքան հետ ես նայում, դու չես կարողանում գնաս առաջ, բայց ես ինքն է հետ նայելով հա, եկել առաջ բայց գնում։ ես երբ որ հետ եմ նայում, դա ինձ ավելի է օգնում, որ ես ավելի շարունակեմ ապրել ու ավելի լավը լինեմ, քան առաջ էի։ Դե բնականաբար, որովհետև մարդ հետ նայելով թույլ տված Սովորում սխալները ես, չի իհարկե։ թույլ բերում մեջտեղ նորից, Իհարկե։ դա Ես իրականություն։ խորհուրդ կտամ, ասեցիր խորհուրդ տուր։ Հիմիկվա արտիստներին խորհուրդ կտամ, որպեսզի ամեն կիրակի գնան պատարակի։ Երիտասարդներ ջան, ես չեմ գնացել, ես բաց եմ թողել այդ օրհնությունը։ Ես ձեզ խորհուրդ կտամ, չնայած որ դուք աշխատում եք միգուցե պապսայի մեջ, պապսա եք երգում, ռեստորաններում եք երգում կամ կապ չունի, հա, ինչ Ազգը հավաքվի եկեղեցու շուրջ, դա շատ կարևոր է։ Այո, որովհետև միակ բանը, որ հային կարող է հավաքել, դա քրիստոնեությունն է, հավատն է եւ եկեղեցին է։ Եկեղեցուց մի հեռացեք, մենակ դա կարող եմ ասել։ Եվ մի թերահավատորեն նայեք ամեն ինչին, էլի, որովհետև իրապես Աստվածաշունչը հենց ինքը լուրջ պատմություն է եւ կարեւորություն։ Անկախ ամեն ինչից, եթե մեր մեջ սերը պակասում է, ուրեմն Աստված է պակասել։ Սա իրականությունն է։ Շնորհակալություն, որ եկար, ժամանակ գտար, շատ շարժելի զրույց ունեցաք քեզ հետ միասին։ Ես ցանկանում եմ քեզ ամենալավն ու բարին, իսկ նոր բաներ կան, որ արժևում երկելու ես ստեղծագործում։ Հա, մի երկի վրա ես միշտ բարբերաբար նոր երկի վրա աշխատում եմ, այնպես չի որ երկեցողությունը թողել եմ եւ YouTube-յան իմեջով podcast եմ բարում, ամեն անգամ մեր հայ սրբերի եւ մեծերի կենսագրությունն եմ կարդում եւ նրա գրվածքներից նոր podcast է մի քանի հաղորդում արել եմ։ Ոնց է կոչվում YouTube-յան էջդ, կարող ես ասել։ Շպրոտ Official։ Official, Ցավոք սրտի անունս դեռ չեմ փոխել Անի Լավ, Թովմասյանի։ ամեն դեպքում շնորհակալություն, Ես եմ շատ ուրախ եմ շնորհակալ։ քեզ համար, Աստված բոլորիս պահապան։ Աստված օրհնի։ Իմ շատ սիրելի հեռուստատողներ, այսօր այսքանը ապրեք խաղաղությամբ, եղեք երջանիկ եւ ապահով, կհանդիպենք։